Չեք խոսում, պարոն Ղազարյան։ Մտածում եմ, բայց ձևակերպը։ Անջատ եք, Ողջունելի պարոն մոտեցում, Ղազարյանի Չէ, խոսափողը։ բայց Մեսրոպ Մանուկյան։ Բայց սկսել էր մտածել պարոն Ղազարյանը, գուցե մտածել Դե, ու վերջում ներողություն որ խնդրեր մտածի այս ակրավորների մահը որ կամենալու համար։ Պարոն Միրակյան, որ մտածի պրծնի, չգիտեմ, կարող է խնդրի խոսք տամ, ազգային ժողովի նիստերի դահլիճը կրկես չի։ Մեսրոպ Մանուկյան։ Լռեք, Մեսրոպ Մանուկյան։ Մեսրոպ Մանուկյան։ Լռեք։ Մեսրոպ Ճիշտ է, Մանուկյան։ պատգամավորն էլ հոսակրավոր չի, որ մահը կամենան, չէ՞ պարոն Ղազարյան։ Միացրեք Մեսրոպ։ պարոն Ռուբինյան, ձեր վարքագծից դուրս գալով իմ հարցի իրավունքը տալու իրավունքը զիջում եմ պարոն Ղազարյանին։ Դուք չեք կարող զիջել իրավունք, Դավիթ Ռազինյանը հանել է Լևոն Քոչարյան։ Էդգար Ղազարյանի։ Համեցեք պարոն Քոչարյան։ Պարոն Ռուբինյան, այս ձև էիք, հա, երեք եք ելույթ ունենում, թե երեք չառաջ օրը, սա ճիշտ ձև ան իստվա։ Հա, իհարկե։ Չէ, ճիշտ չի սա, իրականում ճիշտ չի։ Հարց Մարդը մի ունեք պարոն վարքյան Ալեքսանյանին։ հարց ունեմ, Խնդրեմ։ բայց սա ուզում եմ ֆիքսել, որ սա ճիշտ ձև չի։ Չի կարելի ժողովուրդ, այսքան խոսում եք բարեկրթությունից, որ այ բարձրանանք վերև ճիշտ ենք մեզ պահելու, անաչառ ենք լինելու, մարդը մտքերն է հավաքում ուզում ձևակերպի, ասեք իրականում սա ճիշտ բան չեք անում։ Պարոն Ալեքսանյան, դուք համաձայն եք այս մոտեցման հետ։ Հարց Ճիշտ ճիշտ է։ է, պատասխանեք պարոն Ալեքսյան։ Չէ, ուրիշ հարց էլ կտամ հիմա, որ նաև խնդրում եմ սրան պատասխանեք։ Նախորդ նստաշրջանի ժամանակ դուք մի անգամ ելույթ ունեցաք, մյուսներին չեմ ուզում անդրադառնալ, բայց այս մեկը ուզում եմ էլի ամեն դեպքում, այս հնարավորությունը կա այսպես հարց տալու։ Խոսում էիք ձեր ինչ որ մանկությունից, որ դուք կռիվ եք արել, եղելա ձեզ ծեծեն, դուք ծեծեք, ու այս համեմատության մեջ կարծես իմ հետ էիք ուզում համեմատվել ու ասում եք, այ իսկ Լևոն Քոչարյանը իր փոքր տարիքում, երիտասարդ տարիքում, երբ որ հարց էր ունենում, ԱԱԾ-ի ալֆաներ այդ հարցերը լուծում։ Նախ սա բացարձակ սուտ է։ Զրպարտող է, չգիտեմ ձեր համար, ոնց իմ համար կոնկրետ սա շատ վիրավորական է ու ուզում եմ, չգիտեմ, հասկանամ, ինչի եք այդ սուտը գալիս այդ ամբիոնից խոսում։ Նույնձև եք շարունակում անել, երբ որ վերևում հայտնվեք։ Պարոն Քոչարյան, այն ինչը ես ասել եմ այս ամբիոնից, դրա մասին գիտի ամբողջ Երևան։ Ես ճիշտ ծնվել եմ Իջևանում, բայց ես սովորել եմ Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում, պարոն Քոչարյան։ Դա ինձ թվում է ես սովորել եմ Երևանի պետական համալսարանում, պարոն Քոչարյան։ Ես ինչքան էլ որ ծնվել եմ Իջևանում, ես մեծացել եմ ու ապրել եմ ու ապրում եմ Երևանում, պարոն Քոչարյան։ Ու ես իմ տարեկիցներս շատ բան գիտենք, պարոն Քոչարյան։ Շատ բան գիտենք այս քաղաքում տեղի ունեցածների մասին։ Հիմա եթե դուք ուզում եք այդտեղ տպավորություն ստեղծեք, թե դուք այն ոսկե երիտասարդության ներկայացուցիչը չեք, որին Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում էր ամեն ինչ։ Չէ, դուք հենց դա եք, պարոն Քոչարյան։ Դուք հենց դա եք։ Այո, ձեր երիտասարդության տարիներին ձեզ թույլատրված է եղել ամեն ինչ։ Ձեզ, ձեր ընկերներին, ձեր շրջապատին, ձեր հոր կողմից նշանակված մյուս պաշտոնյաների որդիներին։ Դրա մասին բոլորը գիտեն։ Ընտանիքներ են եղել, կլաններ են եղել, պարոն Քոչարյան, որոնց զավակները երբ որ մտել են սրճարաններ Երևանում, ինպես տղերքը սովորական ուսանող տղերք իրանց ընկերուհիների հետ են եկել, դուրս են եկել այդտեղից, արագ որ հանկարծ մի պատմության մեջ չընկնեն, որովհետև բոլորը գիտեն թե ինչ կարող է այդտեղ տեղի ունենալ։ Բոլորը գիտեն թե ինչ կարող է այդտեղ տեղի ունենալ։ Հիմա դուք ինձ ուզում եք համոզեք, որ այն կյանքը, որը որ մենք բոլորս ապրել ենք, որը որ մենք բոլորս տեսել ենք սուտ է, ուզում եք համոզեք, որ չի եղել տենց բան։ Հասկանում եմ, որ հիմա մի սերունդ է մեծացել, որը այդ ամեն ինչը չի տեսել, ու դուք շատ լավ փորձում եք շահագործել այդ հանգամանքը, բայց մենք տեսել ենք, պարոն Քոչարյան։ Մենք տեսել ենք։ Դուք այստեղից ասում եք, ինչ ախրանիկ, ինչի մասին է խոսքը։ Ախրանիկ բառն եմ ես եմ հնչեցրել։ Ինչի համար եմ հնչեցրել, կհիշեք։ Երբ որ ձեր օգնականը, եթե չեմ սխալվում, մոտ 2 մետր բոյով ու ինձնից շատ ավելի թիկնեղ ձեր օգնականը, պարոն Քոչարյան, ազգային ժողովի բակում փոքրամարմին լրագրողի վրա էր հարձակվել ու հարվածել, պարոն Քոչարյան։ Նոր էլի իրար հետ քայլում եք էլի ձեր հետ։ Դա օգնականի պահվածք չի, պարոն Քոչարյան, դա ախրանիկի պահվածք է, այո։
Դրա համար ախրանիկ, եթե չեք ուզում, որ ձեր կողքի ընկերներին, ձեր մտերիմներին, ձեր օգնականներին ախրանիկ ու հաստավիզ ասեն, ապա խնդրեք ու հորդորեք նրանց, որ հաստավզի պես լրագրողների վրա չհարցակվեն, որտեղ ինչքան հարցակվեն իրանք լրագրողների վրա, ես իրանց անվանել եմ հաստավիզ ախրանիկ, պարոն Քոչարյան։ Երկրորդը, երեք էիք դատարանում, որ ոստիկանի հետ խոսելուց ասեցիք, ես ձեզ մուսր եմ ասում։ Այդ երեք էր, պարոն Քոչարյան, տենց ռիլ եղավ, ինչ որ տենց աուե երկերի տակ բան էին անում։ Կա կողմնորոշվեք, պարոն Քոչարյան, դուք ստեղ падգամավոր եք, քրեական օրենսգիրք եք քվեարկում, թե տենց ինչ որ գողական բան եք փորձում ստանալ։ Դուք էլ են արքայազնը չեք, պարոն Քոչարյան։ Դուք Հայաստանի Հանրապետության ոստիկանի համազգեստը ու ուսադիրը տեսնելուց շատ զգաստ պետք է կանգնեք, պարոն Քոչարյան, այսուհետ, որտեղ ձեզ ոչ մեկ չի թողելու դուք ոստիկաններին մուսր ասեք։ Որտեղ եթե հանկարծ շշկրվեք ու մտածեք, որ դուք կարաք ոստիկաններին մուսր ասեք, կամ ինչ որ մեկը, ես վստահ եմ, որ ոստիկանները այդ մարդկանց ուղարկեն իրենց համապատասխան տեղը, պարոն Քոչարյան։ Ավարտեք, պարոն Ալեքսյան։ Արձագանք։ Ուրեմն այն ոստիկանը, ով որ քաղաքացուն բացարձակապես ոչինչ չանելու, նույնիսկ հետ առանց բառ խոսելու կսկսի հարվածել, ինքը իմ համար դադարում է այդ պատիվը, որը պիտի որպես ոստիկանի համազգեստ ունեցող կրի, ինքը կեղտ է իմ համար։ Ավելին ասեմ, ու խոսքը հենց դրա մասին է եղել այդ դեպքերի համատեքստում, այն բառերը, որ ես այդ մեքենայի մեջ հնչեցրել եմ, որ ինքը իմանա, որ դա կոնկրետ իրան է վերաբերվել ու մյուս ոստիկանները իմանա, որ նրանց չի վերաբերվել։ Դրանից բացի, նաև ես կեղտ եմ համարում այն մարդկանց, ովքեր սուտ են խոսում, զրպարտում են ուրիշի արժանապատվությունը, երևի իրանք սեփականը չունենալով հանդերձ են դա անում։ Այն ինչ դուք ասում եք իմ երիտասարդության մասին, ու որպես բացատրություն դե բոլորը գիտեն։ Կատարյալ սուտա, չգիտեմ, երևի անհույս է ուղղակի այս կարգի հարցերում ձեզ ինչ որ հարց տալը, որովհետև ուղղակի կատարյալ դեմագոգիան ու ստախոսությունը պարզապես սահման չունի, ուրիշ ասելիք պարզապես չունեմ ձեզ, իսկականից։ Արձագանք եմ, պարոն։ Շնորհակալություն։ Պարոն Քոչարյան, ասում եք այն ոստիկանը, որը քաղաքացուն անտեղի հարվածում է, կեղտա կամ մուսր է։ Ես կարծում եմ հակաօրինական քայլ կատարած մարդը ում պետք է քրեական պատասխանատվության ենթարկել, բայց արդյոք սիլոգիզմով այն օգնականը հաստ վիզ ունեցող, որը լրագրողի է հարվածում, կեղտա ու մուսր է, պարոն Քոչարյան։ Տենց աշխատում է այդ տրամաբանությունը, թե չէ հարց եմ տալի։ Հիմա ձեր օգնականը ազգային ժողովի բակում հարվածել է լրագրողին։ Իրանից մի 5 անգամ փոքրամարմին լրագրողին հարվածել է։ Հիմա էլի ձեր օգնականն է, պարոն Քոչարյան։ Ինքը հիմա ձեր տրամաբանությամբ կեղտ ու մուսր է, թե կեղտ ու մուսր չի, պարոն Քոչարյան։ Եվ երկրորդը, ես նորից եմ ասում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ապրել են այս երկրում։ Ապրել են նորմալ կյանքով, պարոն Քոչարյան։ Ձերպես չեն ապրել, պարոն Քոչարյան։ Պարոն Քոչարյան, մարդիկ ամեն ինչ տեսել են եւ մարդիկ ամեն ինչ գիտեն։ Իմ սերունդը 90-ականների սերունդը այդ ամեն ինչը տեսել է եւ այդ ամեն ինչը գիտի, պարոն Քոչարյան։ Պարոն Կարապետյան, բանունեիք ասելու։ Միացրեք պարոն Նարեկ Կարապետյանի խոսափողը։ Հա, մեր խմբակցության падգամավոր Էդգար Ղազարյանը պետք է նորություն ունենա հանդես գա։ Խնդրեի ապահովել իր այդ իրավունքը, շնորհակալություն։ Եթե պարոն Ղազարյանը հարց ունի, միացրեք, թող պարոն Ղազարյանը հարց տա։ Էդգար Ղազարյան։ Յուրաքանչյուր падգամավոր ինքն է որոշում, թե իր հասանելիք ժամանակահատվածը հարց հնչեցնելու ինչպես տնօրինի, ինչ հարց ձևակերպի եւ ինչ բովանդակությամբ դա ձևակերպի եւ ինչպես դա ներկայացնի։ Ազգային ժողովի նախագահ կլինի, թե տեղակալ, հիմա մենք նաեւ տեղակալ ենք ընտրում, որ նիստ նախագահելու իրավունք ունի, պետք է իմանա, որ ինքը ազգային ժողովի 105 падգամավորներից մեկն է ընդամենը եւ մյուսներից տարբերվում է միայն դրանով, որ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով պարտավոր է ծառայություններ մատուցի մյուս падգամավորներին։ Այսինքն այդ ծառայություններ մատուցելը դա падգամավորի որևէ իրավունքի խախտման հնարավորություն չի տալի որևէ մեկին։ Ես կարծում եմ այս մեթոդական ուղեցույցը կուղեկցի
ընտրված եւ ընտրվելիք նախագահին ու փոխնախագահին առաջիկա ողջ ժամանակահատվածում։ Իսկ ինչ վերաբերվում է հարցին, ես չգիտեմ, այստեղ առանձնացրել էի Բարգավաճի Ալյուր բաժանել, բայց դա մենակ Վիկիպեդիայում էր, զինվորական ծառայության հետ էլ շատ է խոսվել։ Անջատեք պարոն Ղազարյանի խոսափողը։ Չէ, խնդրում եմ Անջատեք խոսափողը ներողություն։ Անջատեք խոսափողը։ Հարգելի գործընկերներ եւ հարգելի պարոն Ղազարյան, ես ընդառաջեցի ձեր խմբակցության ղեկավարին եւ կրկին ձեզ ձայն տվեցի։ Դուք ճիշտ եք, որ ազգային ժողովի նախագահը պետք է ապահովի նիստի բնականon ընթացքը, իրավունք տա մարդկանց հարցեր տալ եւ խոսելու։ Բայց ազգային ժողովի նախագահը եւ ընդհանրապես տվյալ դեպքում նիստը նախագահողը պետք է ապահովի այդ նիստի բնականon ընթացք ապահովելը նաեւ ենթադրում է ապահովել անպատշաճ հարգանք падգամավորների միջեւ եւ ամենակարևորը պատշաճ հարգանք այս դահլիճի հանդեպ։ Սա պերֆորմանսի վայր չի, կամ եթե ուզում եք քաղաքական պերֆորմանս անեք, արեք, բայց գոնե քաղաքական պերֆորմանս արեք։ Հիմա ինչ ձեր կարծիքով, որ հիմա դուք խոսք վերստեք, գաք ստեղ 10 րոպե լռեք, ես պետք է ասեմ, լավ, սպասենք, երբ Հրադադար Ղազարյանը գալիս ստեղ 10 րոպե լռում, հա, ելույթի ժամանակ։ Պարոն Կարապետյան, ես պետք է ձեզ ուղիղ ասեմ, ես ընդհանուր առմամբ շատ լավ եմ գնահատում վերջի 2 օրերը։ Ընդհանուր առմամբ, հա, ինչ որ էքսցեսներով, բայց էքսցես էլ առանձնապես չի եղել, սուր ելույթներով, բայց ես պետք է ասեմ, որ պարոն Էդգար Ղազարյանի պահվածքը բավականին սահմանային է։ Եվ ես խնդրում եմ ձեզ ապահովել, որ մենք ավելի հանդարտ շարունակենք մեր նիստերը։ Միացրեք պարոն Նարեկ Կարապետյանի խոսափողը։ Խնդրեմ Պարոն Ռուբինյան, մենք պետք է ունենանք ստրատեգիկ խորություն, որպեսզի սահմաններին շուտ չհասնենք, այսինքն ամեն թեթև առիթից սահմանայնության մասին Առաջարկում եք չնշենք։ պարոն Ղազարյանի տեղափոխել մեջտեղ դեպի ավելի։ Չէ, ավելի շատ երկրորդ անգամ այսօր արդեն նշում եք սահմանի մասին, երկրորդ անգամ, առաջ անգամ իհարկե չարձագանքեցիք։ Ամեն դեպքում ստրատեգիկ խորություն, մի քանի այլ էքսեսներ էլ ա եղել, մենք ամեն դեպքում տեսնում ենք, որ աշխատանքային իրավիճակը պետք է պահպանել ու աշխատել մեր ժողովրդի արդյունք ցույց տալու համար։ Իսկ մեր խմբակցության падգամավորների ձայնի իրավունքը, կարծում եմ, դա իրենց իրավունքն է, իրենք ունեն հասարակության քվեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցի քննարկումն ավարտվեց։ Ինչ է, պարոն Ալեքսանդր։ Ամեն դեպքում պարոն Ղազարյանը բաներ պատասխանեք, հնչեցրեց, ես եթե դեմ չեք, խնդրեմ, պատասխանեք։ պարոն Ղազարյանը իր վստահ եմ շատ խորաթափանց ու բուրըն մտքերը իմի բերելու ընթացքում բաներ հնչեցրեց, ասեց Բարգավաճ Ալյուր։ Պարոն Ղազարյան, ես հասկանում եմ դուք ինչ եք ցիտում, դուք ցիտում եք ինչ-որ մամուլի տարբեր էջերում տեղ գտած կոնկրետ ձեր պարտական հոդվածներ։ Եթե դեմ չեք, կխնդրեմ այդ ամեն ինչը ձեր անունից հնչեցնեք, ձեզ դատի տամ, որտեվ ես իմ կյանքում ոչ մի մամուլի զրպարտության համար դատի չեմ տվել, որտեվ գտել եմ, որ կարելի է խուսափել դրանից, որպեսզի լրատվականներին ծանր իրավիճակի մեջ չդնենք։ Ես իմ կյանքում երբեք Ալյուր բաժանելու որևէ գործընթացի մեջ ներգրավված չեմ եղել, դա հերթական սուտն է։ Ի տարբերություն օրինակ ես վստահ եմ հանրապետական խմբակցության տարբեր տարիների աշխատած մարդկանց, որոնք որ պարոն Ղազարյան ինձ թվում է հաստատ Ալյուր գողացել են։ Իմ ծառայության տարիների մասին լավ հիշացրիք, պարոն Ղազարյան, այո, ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ես հպարտ եմ, որ ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ծառայել եմ 2 ամբողջական տարի, ծառայությունը սկսել եմ շարքայինի կարգավիճակով, լինելով հրանոթի հաշվարկի համար, հետո դարձել եմ հրանոթի նշանառու, հետո դարձել եմ հրանոթի հրամանատար եւ դասակի հրամանատարի տեղակալ պարոն Ղազարյան։ Այդ տարիներին արժանացել եմ պետական գերատեսչական կրծքանշանի, զորացրվել եմ սերժանտի կոչումով պարոն Ղազարյան, ինչպես օրինակ շատերը, չգիտեմ, գժի թղթով բանակից չեմ ազատվել, պարոն Ղազարյան, չգիտեմ, այդպես է ստացվել, կեղծ բժշկական տեղեկանքներով բանակից չեմ ազատվել, իմ ծառայության տարիները համարում եմ հպարտության տարիներ, որքան էլ որ իմ ծառայության տարիներն եւ առհասարակ մինչեւ 2018 թվականը բանակի ղեկավարությունը ստանձնել էին որոշակի անձինք, ովքեր որ պարոն Ղազարյան թե Ալյուր էին գողանում, թե տարատեսակ բաներ էին գողանում, չգիտեմ, հետո թաքուն ուտում էին, թե չէին ուտում այդ ամեն ինչը, այդ գողացածները ընդհուպ միջև հագուս, տարբեր պարագաներ, հիգիենայի պարագաներ, բայց վստահ եմ, որ ինչ որ մի բան դրա հետ անում էին, կամ ամբողջապես էին ուտում կուլ տալի, կամ ծախում էին, հետո դրանով ինչ որ բան էին գնում ու այդ ժամանակ էին կուլ տալիս, պարոն Ղազարյան։
Ես ձեզ վստահեցնում եմ, ես պատրաստ եմ ժամերով խոսել իմ ծառայության տարիների մասին, քանի որ նորից եմ ասում, պարոն Ղազարյան, ես բանակից գժի թղթով չեմ ազատվել, պարոն Ղազարյան, շնորհակալություն։ Արձագանք։ Մի խոսեք տեղից։ Արձագանք։ Շատ խորհրդանշական է, որ Վաբկեն Թունյանի այսօրվա արտահայտությունների ներկայացումը հնչեցվեց Վահագն Ալեքսանյանի ծննդյան օրը։ Վահագնի, պարոն Ղազարյան։ Հա, Վահագն Ալեքսանյանի ծննդյան օրը եւ նրա ազգային ժողովի նախագահի տեղակալի տեխնացու առաջադրվելու օրը, որովհետեւ պարոն Ալեքսանյանը ժամանակին հայտնի է դարձել նաեւ իր գործընկերներին ուսապարկերի հետ համեմատելու գռեհիկ արտահայտությամբ։ Շնորհակալություն նորից հարցի համար, պարոն Ղազարյան, բայց թույլ տվեք ասել, ես իմ գործընկերներին չեմ համեմատել ուսապարկերի հետ, ես ձեր գործընկերներին եմ համեմատել ուսապարկերի հետ, մասնավորապես ընդդիմադիր քաղաքական գործիչ, իմ քայլը դաշինքի նախկին падգամավոր, ով իմ քայլը դաշինքի կազմով ու իմ քայլը դաշինքի շնորհիվ մանդատ ստանալով ուրացել է իր քաղաքական թիմը, դավաճանել է իր քաղաքական թիմը ու զբաղվել է անդիմադիր քաղաքական գործունեությամբ։ Թեև ես գտնում եմ, որ նույնիսկ այդ պարագայում չարժեր իհարկե այդ արտահայտություն անել, բայց ես իր հասցեին եմ հնչեցրել այդ արտահայտությունը։ Օրինակ, ինչպես տեսնում եք, իմ քայլը դաշինքից այլ падգամավոր էլ կա, ով դուրս է եկել իմ քայլը դաշինքից 96-րդ համարից ու հիմա օրինակ Հայաստան դաշինքի ղեկավարն է, շատ հարգալից շփվում ենք, ամեն ինչ նորմալ է, բայց ձեր տեղեկությունները այդտեղ սխալ էին, բայց ես ամեն դեպքում լիահույս էի, պարոն Ղազարյան, որ դուք այս ժամանակը կօգտագործեք ու ներողություն կխնդրեք հայ սակրավորների մահը կամենալու համար։ Ու առհասարակ ես կարծում եմ, որ Հայաստան դաշինքը, ուժեղ Հայաստան խմբակցությունը, երբ որ խնդրում ու կռիվ էր տալիս մի մարդու խոսքի իրավունքի համար, որը հայ սակրավորների մահն է կամեցել ու դրա համար ներողություն չի խնդրել, իմ կարծիքով դա չափազանց հետաքրքիր ու առնվազն հետաքրքրաշարժ է։ Պարոն Կարապետյան, ես հույսով եմ, որ Ավարտեք, խնդրում եմ։ ավարտում, ես հույսով եմ, որ գոնե դուք, որպես խմբակցության ղեկավար, կմոտենաք այստեղ ներողություն կխնդրեք։ Պարոն Ղազարյանը, պարոն Ղազարյանն է։ Շնորհակալություն։ Ներողություն, սպասեք, պարոն Ալեքսյան, սպասեք։ Վարման կարգով չեք կարող պարոն Խաչատրյան դիմել։ Պարոն Մանուկյան, ունեք հարց ուզում եք տալ։ Այո, շնորհակալություն։